Գանտն է, բարև ձեզ։ Ինչը տեղի ունեցել հունվարի 23-ին ԱՄՆ-ում, տեղեկանանք միասին։ Բոստոնում վթարի է ենթարկվել դպրոցականների ավտոբուսը աշակերտներով լի։ Բավականին վտանգավոր ձնաբքեր են մոտենում ԱՄՆ-ին, արդյոք ԱՄՆ-ի բնակչությունը պատրաստ է դրան։ Արիզոնայի գլխավոր դատախազը նշել է, որ նահանգի բնակիչները իրավասու են կրակել IRS-ի աշխատակիցների վրա։ Նախագահ Թրամփը դիմել է ծնողներին, երեխաները ղեկավարությունից կստանան $1000 Իսկ Ամազոնը պատրաստվում է պատմության մեջ ամենամեծ կրճատումներին։ Բոստոնում վթարի է ենթարկվել աշակերտներին տեղափոխող ավտոբուսը, բարեբախտաբար տուժածներ չկան։ Լրացուցիչ մանրամասներ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, ինչ պատճառներով, դեռևս հայտնի չեն։ Վթար Լոս Անջելեսում Տեսլա մեքենան հայտնվել է ավտոտնակում, պատճառը արագության գերազանցումն է։ Երկու անձ տեղափոխվել են հիվանդանոց։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ամենաէքստրեմալ թեմաներից մեկը Կոլորադոից Նյու Յորք ամբողջությամբ ձնապատ է։ Խոշոր ձնաբքեր են այստեղ։ Որոշ քաղաքներում արդեն հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Իշխանությունները հորդորել են մնալ տներում, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև ունենալ լրացուցիչ սնունդ։ Հնարավոր է նաև գազի և լույսի անջատումներ։ Հենց այս ֆոնին ԱՄՆ-ի տարբեր օդանավակայաններում չեղարկվել են թռիչքները, դրանց թիվը հասել է 1500-ի։ Մասնագետները խորհուրդ են տալիս ինքնակամ չեղարկել տոմսերը։ Ինդիանայում ձերբակալել են 5 անձի, նրանք մեղադրվում են դատավորին և իր կնոջը առևանգելու մեջ։ Դատավորն ու իր կինը բարեբախտաբար այժմ գտնվում են անվտանգ իրավիճակում, իսկ տվյալ անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Արիզոնայի գլխավոր դատախազը նշել է, որ բնակիչները իրավունք ունեն IRS-ի աշխատակիցների վրա զենք գործադրել։ Սա այն պատճառով, քանի որ նահանգում գործում է հատուկ օրենք, ըստ որի բնակիչները կարող են պաշտպանել իրենց նահանգը՝ կիրառելով զենք։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն եմ հայտնում բաժանորդագրությունների, լայքերի, ինչպես նաև մեկնաբանությունների համար։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։